ասում է, եթե Արտուր Ջանգիրյան Մարտին ասել է, ուրեմն պետք է անենք։ Այդ վերջի խոսակցությունն ա եղել 14, 15, 16, 17, 17-ին նոր զանգել են, առավոտյան 12-ին, որ կներեք 16:45, որ եկեք ձեր տղային բերել են հոսպիտալ, կոմայի մեջ է։ Այդ ժամանակ գնացել ենք տեսնենք, որ իմ տղան արդեն մահացած ա եղել։ Ինչի եմ ասում մահացած, որ ի սկզբանե ես իմ տղային տեսել եմ, աշկերը սենց բաց, չորացած սաղ ներսը, բերանը սոսինձով կպած, ներսից սոսինձով կպած, իբրև իմ տղան կոմայի մեջ է, եթե իմ տղան կոմայի մեջ է եղել, ինչ կապ ուներ այդ սոսինձը իմ տղայի բերան, ինչի եմ ասում այսքան բանը, որովհետև իմ տղային մահացած են բերել։ Ու առ այսօր քնիչ, դատախազ, նույն Աննա Վարդապետյանը, նույն ինչ գործողությունները ծնողները ասում են, հանձնաժողով են ստեղծել, խումբ են արել, ոչ մեկը չի ուզում այդ գործը բացահայտվի։ Աննա Վարդապետյանը այն ժամանակ, որ խմբի ղեկավար էր, իմանալով, որ իմ տղային մահացած են բերել, դիագն են տար, ինքը 15-20 րոպե սենց շոկ ա ապրել, ասել ա ոնց նման բան պատահում ա թե չէ։ Բա Աննա Վարդապետյան, ես հիմա քեզ ասում եմ, դու անձամբ իմ տղայի գործեր ուսումնասիրել ես ու տեսել ես, որ իմ տղային մահացած դիակը բերել են Մուրացանի հոսպիտալ, տաք հոտ են տվել։ Դու այդքան բանը տեսնելով, որպես երկրի դատախազ, նուժերի քո մեջ մի փոքր մարդկային բան չի արթնանում, որ ասես, այո, ծնողը ճիշտ է, երեխուն մահացած ենք բերել։ Ծնողին ասենք, այո, քո տղային սպանել են։